չէ, ես իմիջիայլոց նայում էի ԿՊ-ից հեռացված Հովիկ Աղազյանի հարցազրույցներից մեկը, որտեղ որ Հովիկ Աղազյանը ինքն է ասում, որ Նիկոլ Փաշինյանի մոտ սևեռուն մտքեր կան, որոնցից ամենակարևորը 4-րդ հանրապետության ստեղծելն է, որպեսզի ինքը համարվի 4-րդ հանրապետության հիմնադիր հայր։ Այսինքն, այս խոսակցությունները առհասարակ ուղղակի տենց հորինվածքներ չեն, մեկնաբանություններ չեն։ ԿՊ-ի ներսում տեղի ունենում հստակ քննարկումներ դադարեցնելու, չգիտեմ, լուծարելու, ինչպես Արցախում լուծարեցին Հայաստանի 3-րդ հանրապետությունը ու չգիտենք ինչ սահմաններով ու ինչ կարգավիճակով հռչակելու Հայաստանի 4-րդ հանրապետությունը։ Դա տեղի չի ունենա միայն մի պարագայում, երբ որ մենք ամբողջ հայությամբ կանգնենք ու հաստատենք, որ այո, նոյեմբերի 9-ի պայմանագիրը դա սխալ ստորագրված պայմանագիրով պետք է դրանից հրաժարվել եւ բոլորով միասին հավատարիմ մնանք ու կանգնենք ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրին։